Ամառային սեզոնի առաջին կրակոտ թեժ ու գունեղ ռիթմերը Հայաստան է բերել աշխարհահռչակ հույն երգիչ Նիկոս Վերտիսը։ Սիրված երգիչը համերգային ծրագրով երկրորդ անգամ է մեր երկրում։ Առաջինը 2 տարի առաջ էր, 2023-ի մայիսին։ I'm very excited and very happy that you invited me again here. And I'm very happy to hear that. Շատ զգացված եմ ու երջանիկ, որ հրավիրել եք ինձ ու կրկին Հայաստանում եմ։ Ով գիտի, միգուցե կցանկանաք նորից հրավիրել։ Վստահ եմ, երկրորդ անգամ համերգն ավելի մեծ ու տպավորիչ է լինելու։ Կցանկանայի, որ մարդիկ նույն ջերմությամբ ու էմոցիաներով վայելեն համերգը։ Ինչպես նախորդ անգամ, մեզ համար գլխավորը դա է։ Հունական կրակոտ ռիթմեր մեծ նվագախմբի կատարմամբ հին ու նոր սիրված երգեր ու լավագույն հիթեր։ Հունիսի 3-ին ժամը 19:30-ին մարզահամերգային համալիրում Նիկոս Վերտիսի մենահամերգն է։ Well, yes, I remember when we came the last time here, I think it was 2 years ago. 2 տարի առաջ մենահամերգս ավելի փոքր համերգասրահում էր։ Այս անգամ ավելի մեծ դահլիճում է ու ավելի շատ հանդիսատես է ներկա լինելու, ինչը կարծում եմ ավելի տպավորիչ է լինելու։ Համերգից առաջ կայցելեմ համերգասրահ, կազմակերպիչների հետ հանդիպելու, շփվելու եւ ինչու՞ չէ նաեւ էներգիա ստանալու համար։ Նոր երգերից բացի հնչելու են նաեւ հին, բայց սիրված բոլոր հիթերը։ Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց իմ սիրելի հայ հանդիսատեսի համար երաժշտական անակնկալ ու իսկական տոն է լինելու։ Նիկոս Վերտիսի տեքստերը Հայաստանում քչերն են հասկանում, բայց երաժշտությունը հարազատ է հատկապես ռոմանտիկ ու թախծոտ ռիթմերի սիրահարներին։ Սիրված երգչի բազմաթիվ երգեր հիթ են նաև Հայաստանում, առավել հայտնի է, եթե Աստղես երգը։ Երգիչն այս անգամ այցելելու է Հայաստանի դիտարժան վայրեր։ Հայ եւ հույն ժողովուրդների մշակույթները միմյանց նման են, նաեւ միևնույն կրոնի կրողներն են, ու մեծ է ցանկությունը ծանոթանալ Հայաստանի բազմադարյա մշակութային ժառանգությանը։ Վստահ է, որ այս անգամ եւս շատ տպավորված է հեռանալու Հայաստանից, իր հետ տանելով հանդիսատեսի ու հայ ժողովրդի սերն ու ջերմությունը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։